Սիրելի քույրեր, եղբայրներ, ողջունում ենք ձեզ Կեչարիս վանական համալիրում։ Մենք սկսում ենք նոր շարք, ավետարանի ընթերցանություն եւ փոքրիկ մեկնաբանություններ։ Այսօր պետք է սկսենք ընթերցել Մատթեոսի ավետարանի առաջին գլուխը։ Նախ երկու խոսք ավետարանների մասին ընդհանրապես գիտենք, որ ավանդական եկեղեցիները ճանաչել են դեռ վաղ ժամանակներից 4 ավետարանների վավերականությունը։ Եկեղեցին պատմականորեն հանդիպել է շատ ավետարաններ, սակայն վավերական ճանաչել է միայն Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի եւ Հովհաննեսի ավետարանները։ Մատթեոս ավետարանը թեև դրված է նոր կտակարանի սկզբում, բայց այն ժամանակագրական առումով առաջինը չէ։ Մասնագետներն ասում են, որ առաջինը ըստ ժամանակագրության հավանաբար գրվել է Մարկոսի ավետարանը։ Մատթեոսը 12 առաքյալներից էր, մաքսավոր, եւ դա նշանակում է, որ գրագետ մեկն էր։ Եվ Մատթեոսի ավետարանը սկսվում է Քրիստոսի ծննդաբանությամբ։ Գիրք ազգաբանության Հիսուս Քրիստոսի, Դավթի որդու, Աբրահամի որդու։ Մատթեոս ավետարանիչը անմիջապես նշում է, որ Հիսուս Քրիստոս Դավթի որդին է եւ նաեւ Աբրահամի որդին։ Ինչ է դա նշանակում 5 կտակարանի համատեքստում։ Դավիթը գիտեք, որ Իսրայելի թագավորն էր եւ խոստում կար նրանից, որ իր ժառանգը հավիտենական թագավորություն պիտի ունենա։ Աբրահամը նահապետ էր, որը խոստում էր ստացել Տիրոջից, որ պետք է ժողովուրդների հայր լինի եւ նրանով պիտի օրնվեն բոլոր ազգերը։ Եվ այսպես սկսելով իր ավետարանը Մատթեոսը շեշտում է, որ Տեր Հիսուս Քրիստոս եւ խոստացված արքայի խոստացված ժառանգն է Դավթի, որը որ պետք է թագավորություն հաստատի եւ դա պիտի հավիտենական լինի եւ նաեւ այն մեկն է, որի միջոցով պետք է ժողովուրդները օրհնություն ստանան։ Եվ Մատթեոսը սկսում է թվարկել մարդկանց անուններ, ծննդաբանությունն է թվարկում Աբրահամից մինչև Տեր Հիսուս։ Այս ծննդաբանությունը Մատթեոս ավետարանիչը չի գրում ամբողջական, այլ որոշ բացթողումներ է անում նպատակային։ Մատթեոս ավետարանիչը նշում է, որ Աբրահամից մինչև Դավիթ արքա 14 սերունդ է, Դավիթ արքայից մինչև Բաբելոնի գերություն 14 սերունդ, Բաբելոնի գերությունից հետո մինչև Տեր Հիսուսի ծնունդ կրկին 14 սերունդ։ Եվ այս 14 սերունդները թվարկում են հետևյալ կերպ։ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային եւ նրա եղբայրներին, Հուդան ծնեց Փարեսին եւ Զարային Թամարից, Փարեսը ծնեց Եզրոնին, Եզրոնը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Նահասոնին, Նահասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին Ռաքաբից, Բոոսը ծնեց Օբեդին Հռութից, Օբեդը ծնեց Հեսեին, Հեսեն ծնեց Դավիթ արքային։ Դավիթը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջից, Սողոմոնը Ռոբովամին, Ռոբովամը ծնեց Աբիային, Աբիան ծնեց Ասափին, Ասափը ծնեց Հոսափաթին, Հոսափաթը ծնեց Հորամին, Հորամը ծնեց Օզիային, Օզիան ծնեց Հովաթամին, Հովաթամը ծնեց Աքազին, Աքազը ծնեց Եզեկիային,
Եզեկիան ծնեց Մանասեին, Մանասեն ծնեց Ամոսին, Ամոսը ծնեց Հոսիային, Հոսիան ծնեց Հեքոնիային և նրա եղբայրներին Բաբելոնում գերության ժամանակ։ Բաբելոնում գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին, Սաղաթիելը ծնեց Զորաբաբելին, Զորաբաբելը ծնեց Աբիուդին, Աբիուդը ծնեց Եղիակիմին, Եղիակիմը ծնեց Ազորին, Ազորը ծնեց Սադոկին, Սադոկը ծնեց Աքինին, Աքինը ծնեց Եղիուդին, Եղիուդը ծնեց Եղիազարին, Եղիազարը ծնեց Մատթանին, Մատթանը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հովսեփին, Մարիամի մարդուն, որի նշանածն էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուս, որ անվանվեց Քրիստոս։ Արդ Աբրահամից մինչև Դավիթը բոլոր սերունդները 14 սերունդ և Դավթից մինչև Բաբելոնի մեջ գերությունը 14 սերունդ, Բաբելոնի մեջ գերությունից մինչև Քրիստոս 14 սերունդ։ Հետաքրքրական է, որ ծննդաբանության մեջ նշվում են նաև որոշ կանայք, ընդհանրապես 5 կտակարանում ծննդաբանություններում կանայք չեն նշվում։ Այս կանայք ոչ միայն բացառիկ են այն իմաստով, որ նշվում են ընդհանրապես, այլ նաև այն հանգամանքով, որ իրենց պատմությունները 5 կտակարանում միանշանակ չեն ընկալվում և նաև այնպես չէ, որ նրանք բոլորը իսրայելացի են։ Սրանով նաև եկեղեցու հայրերը տեսնում են, որ միավորվում է Քրիստոսի ծննդաբանության մեջ ամբողջ մարդկությունը, և Իսրայելը, և հրեական ժառանգությունը, այսպես ասած, և նաև հեթանոս ժառանգությունը, հեթանոսական աշխարհը։ 14 սերնդի հետ կապված ևս կա հետաքրքիր նրբություն, եբրայերեն տառերը, ինչպես նաև հայերենը, բացի այն, որ ունեն տառային արժեքներ, ունեն նաև թվային արժեքներ։ Եվ 14 թիվը տեսնում են եկեղեցու մեկնիչները այստեղ Դավիթ արքայի անվանը կատարված որպես հղում։ Դավիթ բառը եբրայերենում 3 տառ է, քանի որ ձայնավորներ չունի եբրայերենը, միայն բաղաձայներով դալեթ, վավ, դալեթ, հայերենին համարժեք դ, վ, դ։ Ուրեմն, ինչպես որ հայերենում տառերը ասացինք ունեն թվային արժեքներ, այնպես էլ եբրայերենում տառերը ունեն թվային արժեքներ։ Դալեթ տառը եբրայերենի 4-րդ տառն է, վավ տառը 6-րդ տառն է։ Եվ կրկին դալեթ նորից 4։ 4 գումարած 6 գումարած 4 հավասար է 14։ Ուրեմն այս 14 սերունդների հիշատակության մեջ, 14 թվի հիշատակության մեջ մեկնիչները տեսնում են Դավիթ անունը, ուրեմն Մատթեոսը անընդհատ շեշտում է 14 թիվը, շեշտելով, որ Հիսուս Դավթի սերնդից է։ Այնուհետև ավետարանը շարունակվում է հետևյալ կերպ. Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ. Նրա մայրը Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց։ Եկեղեցին ավանդական բոլոր քրիստոնյա եկեղեցիները այս նախքան իրար մոտենալը չեն ընկալում, որ դրանից հետո Մարիամի և Հովսեփի միջև եղել է ամուսնական հարաբերություն։ Ավանդական բոլոր եկեղեցիները ընկալում են, որ Մարիամը մնաց սուրբ կույս և նրա անդրանիկ որդու ծնունդն էլ, ինչպես որ ավետարանն նշում, չեղավ բնական ճանապարհով տղամարդու մասնակցությամբ, այլ Սուրբ Հոգու միջոցով։
ինչպես որ ավետարանն է ասում, գտնվեց հղիացած Սուրբ Հոգուց։ Եվ Հովսեփը նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան։ Եղելությունը բացահայտվում է ժամանակի ընթացքում եւ Հովսեփը հասկանում է, որ Մարիամը հղի է։ 5 տականում կար օրենք, որ անհավատարմության մեջ բռնված կնոջը կարող էին քարկոծել։ Աստվածաշունչը թեև չի հիշատակում նման դեպք, որ այդ օրենքը կիրառվել է, սակայն այդպիսի օրենք կար եւ Հովսեփը բնականորեն տրտմել էր, բայց այստեղ ավետարանիչը հատուկ կերպով նշում է, որ նա արդար մարդ էր։ Արդարությունը Մատթեոս ավետարանիչը չի դիտարկում միայն օրինապահ լինելու տեսանկյունից, այլ Հովսեփի մեջ հատուկ կերպով նաև շեշտում է, որ անաղմուկ փորձում է նրան արձակել առանց խայտառակելու, այսինքն նորից խնամք է դրսևորում Մարիամի նկատմամբ եւ իր արդարությունը չի դառնում Մարիամի համար դատապարտության պատճառ, այլ արդարությունը բալանսավորվում է նրա ողորմածությամբ, ինչն էլ նաև հատուկ է Աստծո համար, Աստված իր արդար դատավոր լինելը հավասարակշռում է նաև ողորմած հայր լինելով։ Դրա համար ենք մենք նաև ասում, խնդրում աղոթքի մեջ, երգի մեջ արդարությամբ մի դատիր, այլ քո գթությամբ քավիր։ Եթե Աստված արդար դատաստան տեսնի, որևէ մեկը փրկության արժանի չէ։ Դրա համար Աստված իր արդարությունը հավասարակշռում է իր ողորմած լինելով։ Եվ Հովսեփը, որ նշվում է արդար մարդ էր, այստեղ Մատթեոսը հատուկ կերպով նաև հասկանում է նրա արդարությունը ոչ միայն օրենքը պահելու տեսանկյունից, այլ նաև Աստծուն նմանողությամբ, Աստվածային ներկայությունը իր անձի մեջ ունենալով, նաև ողորմած լինելու հանգամանք։ Եվ մինչ նա այս բանի մասին էր մտածում, որ Մարիամին արձակի առանց աղմուկի, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան եւ ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին, քո կնոջը, որովհետեւ նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է։ Նա մի որդի պիտի ծնի եւ նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից։ Եվ տեսնում ենք, որ Տիրոջ հրեշտակը Հովսեփին գալիս է մխիթարելու եւ զորացնելու, իր կասկածները փարատելու եւ ասում է, որ մի վախեցիր Մարիամին քեզ մոտ վերցնել, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է։ Եվ հրեշտակն ասում է, որ Սուրբ Հոգով ծնվածը պետք է լինի մեկը, որ իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։ Հիսուս անունը հենց դա է նշանակում։ Եբրայերեն Եշուա նշանակում է Տերը փրկում է։ Եվ Մատթեոսը բացատրում է իր գրվածքի մեջ արդեն, որ Հիսուս պիտի կոչվի եւ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից։ Այս ամենը եղավ, ավելացնում է Մատթեոս ավետարանիչը, որպեսզի կատարվի, ինչ որ Տիրոջ կողմից ասվել էր Եսայի մարգարեի բերանով։ Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի եւ նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Ընդհանրապես Մատթեոսի ավետարանը լի է այսպիսի մեջբերումներով 5 կտակարանից, որտեղ նա փորձում է ցույց տալ, որ Տեր Հիսուս Քրիստոսի անձի մեջ կատարվեցին 5 կտակարանյան մարգարեությունները։ Նա մշտապես ցույց է տալիս մեզ, որ Հիսուս է Քրիստոսը, Հիսուս է խոստացված Մեսիան։ Եվ այս դրվագն էլ դրանցից մեկն է, երբ որ Մատթեոս ավետարանիչը Տիրոջ կուսական ծնունդը հիմնավորում է Եսայի մարգարեության 7-րդ գլխի համապատասխան համարով, որտեղ որ նշվում է, որ կույսը պիտի հղիանա։ Եբրայերենում կույս բառը գրված է որպես ալմա։ Ալման դա երիտասարդ աղջիկն է, որ անշուշտ կույս պիտի լինի, բայց կուսության հանգամանքի վրա շեշտադրում դրված է արդեն հունարեն թարգմանության մեջ, որը օգտագործում է Պարթենոս բառը։ Եվ Հովսեփը քնից արտանալով արեց, ինչպես հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը,
իր կնոջն առավ իր մոտ, բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն և նրա անունը դրեց Հիսուս։ Այստեղ ևս ավետարանը նշում է մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն։ Բողոքական տարբեր հարանվանություններ ասում են ուրեմն անդրանիկ որդու ծնունդից հետո Հովսեփը հարաբերվեց Մարիամի հետ, որը, ինչպես արդեն ասացի, մերժում են ավանդական եկեղեցիները և մինչև բառը այստեղ չեն ընկալում իբրև մի հանգամանք, որը ցույց է տալիս դրանից հետո եղածի հակառակ լինելը։ Ճիշտ այնպես, ինչպես որ մեկ այլ տեղ Տեր Հիսուս ասում է ես պիտի լինեմ ձեզ հետ մինչև աշխարհի վախճանը և մինչև աշխարհի վախճանը այս արտահայտությունը չենք ընկալում, որ աշխարհի վախճանից հետո մեզ հետ Տեր Հիսուս չի լինելու։ Ահա ավարտեցինք Մատթեոսի ավետարանի առաջին գլուխը փոքրիկ մեկնաբանություններով։ Կհանդիպենք հաջորդ անգամ ընթերցելու Մատթեոսի ավետարանի երկրորդ գլուխը։